Վիտամին D-ի ընդունման բարդություններից մեկը դոզայի ճիշտ ընտրությունն է։ Դոզան կախված է տարիքից, քաշից, դեֆիցիտի արտահայտվածությունից, ինչպես նաև արևիկ ճառագայթներից։ Բայց բժշկության մեջ ընդունված են որոշ կատեգորիաներ։ Առաջինը պրոֆիլակտիկ կամ պահպանողական դոզաներն են։ Սրանք այն դոզաներն են, որոնք օգտագործվում են առողջ մարդկանց կողմից վիտամինի քանակը օրգանիզմում նորմայի մեջ պահելու համար։ Մեծահասակների դեպքում այն կազմում է 800-ից 2000 նանոգրամ միլիլիտրում, տարեցների դեպքում 1000-ից 2000, իսկ երեխաների դեպքում արդեն 400-ից 1000։ Մյուսը դեֆիցիտի բուժման դոզաներն են։ Եթե օրգանիզմում վիտամին D-ի քանակը 20 նանոգրամ միլիլիտրից ավելի քիչ է, սա արդեն դեֆիցիտ է համարվում։ Այս դեպքում բուժման ամենատարածված եղանակներից մեկը շաբաթական 1 անգամ 50,000 չափաբաժնով ընդունումն է։ Բուժումը հիմնականում տևում է 6-ից 8 շաբաթ, դրանից հետո նորից անցնում են պրոֆիլակտիկ դոզաների։ Մյուս տարբերակը ավելի բարձր դոզաների մասին է։ Օգտագործվում է 100-ից 300,000 չափաբաժնով միայն բժշկի վերահսկողությամբ եւ հիմնական նպատակը վիտամինի արագ լրացումն է։ Հիշեք մի կարևոր բան. վիտամին D-ի բարձր դոզաների երկարատև օգտագործումը կարող է բերել հիպերկալցեմիայի, երիկամային քարերի առաջացման, ինչպես նաև սրտի ռիթմի խանգարումների։